Կենտրոնի եթեր շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Թրամփն արդեն կարողանում է արտասանել Ադրբեջան բառը, բայց այս անգամ ապշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտությունում զոհվածների թվով։ Սեուլում մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն ասել է, որ հակամարտությունը տևել է 38 տարի եւ միլիոնավոր մարդիկ են զոհվել։ Ընդ որում նա ժեստով ցույց է տվել, թե ինչպես է մոտեցրել Ալիևին ու Փաշինյանին։ And they got closer. After an hour, they were hugging each other in peace. Սերը պակասել է չի կորել, Նիկոլ Փաշինյանը օրը սկսել է մարդկանց սրտիկելով։ Հայաստանում Չեխիայի դեսպանը կրկնօրինակել է Փաշինյանին ու ցույց է տվել նրա հայտնի դարձած ժեստը։ Օրվա կեսին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հովհանավանքի պատարագին ու ամենայն հայոց կաթողիկոսին։ Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից նա հիշել է, որ հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիրք եւ կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ կանոնագիրք հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհաննավանքում մասնակցելու եմ Սուրբ եւ անմահ պատարագին։ Ստեփան Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եկեղեցուց դուրս գալու մտադրություն չունի։ Չենք պատրաստում եկեղեցուց դուրս գալ։ Մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը, ոչ թե եկեղեցուց դուրս գալ։ Պատարագի օրը այստեղ համացանցում նաև նկարներ են տարածվում, որ կարգալույց քահանաներ են նաև այստեղ եղել, տատույով, այսինքն Ռոբերտ Սարգսակ ազգանունի չեմ։ Ես եպիսկոպոս գիտեմ, որ դաջվածքներ ունի։ Գնացեք Մայրաթոր ճշտեք թե Կիրակն էր պատարագի ժամանակ ձեր կողքի դեպիներից մեկը։ Բոլորը հոգևորականներ էին պատարագի ժամանակ։ Կարգալույց չեղած։ Խորանի վրա ծառայող։ Այստեղ Կիրակի օրը։ Բոլորը հոգևորականներ չեն եղել, բայց բոլորը եկեղեցում ծառայողներ են եղել։ Նկատի ունեմ դեպիներից մեկը։ Ինչ է եղել դպիրներից մեկը։ Հենց Կարմիր հագուստով ծնկի եկած Ռոբերտ Սարգսակը ինքը հիմա էլ է եկեղեցական համարվում, այդ ինչպես օրինակ մնացածը։ Տեսեք, ասացիք Սարգսակ, իսկ եթե Սարգսակը ուրեմն եկեղեցական է։ Նկատի դուք իրեն ճանաչում եք Ռոբերտը։ Շատ քիչ։ Գիտեմ, որ Սարգսակը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է լրագրողներին պատմել, թե ինչ վատ տպավորություն է իր վրա թողել 20 թվականի հանդիպումը ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց, այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր։ Այդ օգնականը բերեց թուղթը, ասում է, գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիտ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ եղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ՞։ Հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարտիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։
Ազատազրկված Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենթի վարչապետի թեկնածուն, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է վստահեցրել։ Համոզված է Համբարձումյանին ոչ միայն իմպիչմենթի, այլև իր դիրքորոշման պատճառով են կալանավորել։ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենթի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատճառով երբևէ կիրառվել է, դեռևս ինձ պատասխան չեն կիրառվել է, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել։ Արդյոք երկակի ստանդարտներն ավելի կարևոր են, քան թե խոսքի ազատությունը, խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անողներն ուղիղ դիմել են եվրոպացի падգամավորներին, որոնք այդ պահին ազգային ժողովի բակում էին, նրանք մասնակցում են Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովին։ Ակցիայի մասնակիցները եվրապաշտոնյաներից պահանջում են աչք չփակել Հայաստանում տեղի ունեցող կալանավորումների, բռնաճնշումների վրա։ Ակցիան ենք իրականացնում ի աջակցություն թաղ բանտարկյալների, քանզի քաղաքական բանտարկյալների թիվը Հայաստանում գնալով միայն աճում է եւ օրվա կառավարիչները իրականացնում են ռեպրեսիոն գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։ Արդեն երրորդ օրն է ծափաթաղում շարունակում են փնտրել կորած 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովին, որոնողական աշխատանքներին ներգրաված են ոստիկանության եւ փրկարար ծառայության ավելի քան 300 ծառայող։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվում են 7 ուղղություններով, օգտագործվում 6 ամենագնաց եւ տեխնիկական այլ միջոցներ։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է եկեղեցի իշխանություն հակամարտության ընթացքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ բարեհաճ է մտել, ինչպես ԿՊԱ-ականներն են բնորոշում, Փաշինյանը պատային իրավիճակում է հայտնվել եւ անգամ իրենց համար է անհասկանալի, թե որն է լինելու սրանից ելքը։ Մի բան փաստ է, որ Փաշինյանը նահանջի ցանկություն չունի եւ չի էլ կարող կես ճանապարհից հետ դառնալ, սրանով է նաեւ պայմանավորված այս կիրակի կրկին պատարագի մասնակցելու հայտարարությունը։ Հովհաննավանքում անցած կիրակի օրը նախկին քահանա այժմ աշխարհիկ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել, տեսնելով, որ իր հակաեկեղեցական արշավը հանրությունը մերժում է եւ որ Հովհաննավանքում մի քանի 100 քաղաքացի էր հավաքվել, այն էլ վարչական ռեսուրսի միջոցով, իսկ ներկաների մեծ մասն ուժային կառույցի աշխատակիցներն էին քաղաքացիական հագուստով։ Եվ սա այն պարագայում, որ պատարագից 1 օր առաջ էլ համացանց էին նետվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը։ Որոշ ԿՊԱ-ականների կարծիքով գալիք հավաքի մասին հայտարարությամբ եւ իր մասնակցությամբ Փաշինյանը մի քանի խնդիր է լուծելու։ Երկրորդ շանսն է տալու թիմակիցներին, որ հասկանա, թե ովքեր են պատրաստ անվարան կատարել իր ցանկացած հանձնարարություն ուղիղ ասված, թե ցանկության տեքստով։ Կարճ ասած, Փաշինյանը մահապարտներ է հավաքում, որ հետը տանի իշխանության հաջորդ ժամկետ։ Բանն այն է, որ անցած պատարագին ԿՊ ղեկավար կազմից հաշված մարդիկ են եղել նրա կողքին, ասում են հենց այդ փաստն է նա բավականին ծանր տարել։ Հովհաննավանքում էին Գևորգ Պապոյանը, Սուրեն Պապիկյանը, Արմեն Խաչատրյանը, Արուսման Ավազյանը, Ալխազ Ղազարյանը, մի շարք համայնքապետեր, մարզպետներ։ Ներկուսակցական չիստկայից բացի երկրորդ հավաքը նաև կլեգիտիմացնի Տեր Արամի գոյությունն ու վտանգավոր նախադեպ կստեղծի, որ այլ թիմերում եկեղեցիներում էլ քահանաները հանգիստ հեռանան մայրաթոռից վստահ լինելով, որ կշարունակեն իրենց գործունեությունը ԿՊ գահակալության տակ եւ այդ մանր քայլերով կարելի կլինի քանդել եկեղեցին։ Նույն աղբյուրը գրում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ վարչական հսկողություն, հայտնեցին քննչական կոմիտեից։ Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է եւ զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը քաղաքապետարանի բաժնիպետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը, տնային կալանքի տակ է ԿՊԱ-ական падգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը, մեկ անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ տնային կալանք։ Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում եւ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ։ Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով, ձերբակալելով տեղափոխեցին Երևան, իսկ Գյումրու տարված ոստիկանների եւ Ղուկասյանի աջակիցների միջև բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց։
Հրապարակը գրում է, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ազգային ժողովում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այս նախագծերն են հպանցիկ քննարկել։ Մասնակցել են նաև ազգային ժողովի փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Աշակյանը։ Չնայած ԳՇ-ում մեր տեղեկություններով գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը, համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկ կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել։ Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՀՊՕ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ մինչև 2026 թվականի հերթական ընտրությունները կյանքի կոչել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը ըստ իշխանական հաշվարկի մոտ 10,000-ի մասին է, սակայն վստահեցրել է, որ 1.5 տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն։ Զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը, նույն փաթեթի մեջ Հայկ Սարգսյանն է փորձել իր հեղինակած, բայց ԿՊ-ի կողմից մերժված առաջարկները ներառել, մասնավորապես գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամանակով ծառայելու, սակայն ԿՊ-ականները պնդել են նախկին դիրքորոշումը։ Հրապարակը գրում է, քրեակատարողական հիմնարկներում բառի բուն իմաստով քաոս է, օրերս արդիկ ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ գրող 2 դատապարտյալի տեղափոխել էին այլ քրեակատարողական հիմնարկներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։ ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ արդիկ ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ, տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ արդարադատության գնդապետ Լևոն Հովհաննիսյանը։ Նա 2024 թվականի մայիսին էր նշանակվել։ Սակայն Սրփուի Գալյանի ընկերուհին ՔԿԾ պետ Սովինա Թաթևոսյանը գրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով նոր պետ է նշանակվելու Սևան քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը։ Ռիո դե Ժանեյրոյում թմրավաճառների դեմ պատերազմ է սկսվել։ Քաղաքն իրական մարտադաշտի է վերածվել, երբ հյուսիսային արվարձաններում ոստիկանական կատաղի գործողություններ են արել այսպես կոչված կարմիր հրամանատարություն բանդայի դեմ։ Նարկոբարոնների դեմ պատերազմ է ներգրավել ավելի քան 2500 ուժային։ Սկսվել են բախումներ եւ փոխհրաձգություններ, հզոր պայթյուններ են որոտացել։ Հանցագործ բանդան կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ, որոնք ռումբեր են նետել ոստիկանների վրա։ 8 տասնյակից ավելի մարդ է զոհվել, այդ թվում 4 ոստիկան կամ բազմաթիվ տուժածներ նաև քաղաքացիական անձանց շրջանում։ Ձերբակալվել է 80-ից ավելի թմրավաճառ։ Արգրավել են տասնյակ զենքեր, մոտոցիկլներ, որոնցով տեղաշարժվել են հանցագործները։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։